Այս աջակիցներին տեսնելով ինչ զգացողություն ունեք, պարոն Կարապետյան։ Լորջան, պայմանավորվեցի։ Ոնց եք պատրաստում տնային Դուք ինձ կօգնեք։ Կստիպեք, որ ունենամ։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Իրենց հարցերեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաև միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ փոխել այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու եք։ եթե հայտնի հայտարարությունը չլիներ, դուք քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց Այս քաղաքականություն։ անարտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, Ժողովուրդ մի բրդեք, էլի։ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ, որոշ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստեյության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Պարոն Կարապետյան, Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը այսօր շուրջ հանգել է անվանել ձեզ Քոչյանի եւ Բրհենտեի ձայն տվողների նվելով երևի ձայնագրությունների վրա։ Այսինքն հայտարարություն Ես ինչ իսկ որևէ մեկը կարող է ձեզ բոմբ դարձնել կամ էլ ունե զրկել, պարոն Կարապետյան։ Արդեն սկսել եմ ձեզ Աջողներ, թողեք նստենք։ Պարոն Կարապետյան, արդեն սկսել եմ ձեզ բոմբ դարձնելու գործընթացը իշխանությունը։ Ջան, տենց անլուրջ մարսանց կներեք ժողովուրդ։ Հետևից չեն կարող մտնել ժողովուրդ։